Սիրելի առաջին դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Այբենարանից անցնելու ենք նոր հնչյունը և նրա տառը։ Նայում ենք նկարին, սա ցորեն է, ցորեն։ Ինչ ենք լսում բառասկզբում, ց, ցորեն։ Հնչեցնենք ց հնչյունը, ց։ Երեխաների ինչպիսի հնչյուն է, բաղաձայն հնչյուն է։ Հիմա նայում ենք և հնչեցնում հնչյունն ու ցույց տալիս նրան համապատասխան տառը։ Ց մեծատառ տպագիր, ց փոքրատառ տպագիր, ց մեծատառ ձեռագիր, ց փոքրատառ ձեռագիր։ Նայենք տպագրին, ինչի ենք նմանեցնում երեխաներ։ Եթե ծայրը ամրացնենք, կդառնա 8 մեծատառ ց-ն, չէ՞, նման է տպագիր ց-ն 8-ի։ Իսկ փոքրատառը նման է, ճիշտ եք, 9-ի։ Այսինքն ց-ն հեշտ է տարբերել մյուս տառերից տպագիրը։ Հիմա նայենք ձեռագրին երեխաներ։ Որ տառի մասնիկներն ենք տեսնում։ Սա մեծատառ ա-ի մասնիկն է, իսկ եթե սա կիսատ գրենք, կլինի փոքրատառ յ-ն։ Փոքրատառ ա-ի մասնիկը փոքրատառ յ։ Ց-ն նման է ա-ին և յ-ին։ Ց մեծատառ ձեռագիր, ց փոքրատառ ձեռագիր։ Ցորեն բառասկզբում լսում ենք ց։ Ձայնավորների հետ վանկեր կազմենք ց-ով։ Սկզբում կազմենք բաց վանկեր՝ ցա, ցի, ցու, ցե, ցո։ Այժմ փակ վանկեր կազմենք՝ աց, ից, ուց, էց, օց։ Այժմ կազմում ենք զույգեր նկարով և բառի գրությամբ։ Տեսեք, առաջինը 6, սլաքով միացնում ենք 6 թվանշանին։ Կաշտանք կացին, գտնենք կացինը և սլաքով միացնենք։ Սղոց, սղոցը գործիք է, ինչպես և կացինը։ Ցնցուղ, ցնցուղի միջոցով լողանում եք։ Հաց, մարդու ամենակարևոր սննդամթերքը։ Նորից մեկ անգամ էլ կրկնենք՝ սղոց, ցնցուղ, կացին, 6, հաց։ Այժմ նայում ենք նկարին, հորինում ենք պատմություն։ Եկեք վերնագրենք ցորեն հացը կամ ցորենի արտը։ Տեսնենք ինչ բանալի բառեր կարելի է օգտագործել այս պատմությունը պատմելու համար։ Ցորեն, հաց, ցորենի արտ, ալրաղաց, ալյուր աղալ, ցոլակ պապ։ Քանի որ մենք հայերս սիրում ենք մեր երեխաներին կոչել իրենց պապիկների անուններով, տղաներին, իսկ աղջիկներին տատիկների, կարող ենք ասել փոքրիկ ցոլակը և ցոլակ պապիկը։ Միասին եկել են ցորենի արտ։ Ցոլակ պապիկը նստել է քարին, փոքրիկ ցոլակին ցույց է տալիս ցորենի հասկը և պատմում, թե ինչ հրաշագործ ուժ ունի ցորենը։ Ցորենից ստանում ենք հաց։ Ինչպես ենք ստանում։ Ցորենի հատիկները մաքրում են, կալսում են և ցորենը տեղափոխելով ալրաղացներ, տեսնում եք ալրաղացը երեխաներ, այնտեղ ցորենից ալյուր են աղում, իսկ հետո ստացված ալյուրը փոխադրում են, տեղափոխում են հացի գործարաններ կամ գյուղերում նաև տուն են տեղափոխում, խմոր են հունցում, թոնրի մեջ լավաշ են թխում, իսկ գործարաններում հատուկ սարքերի մեջ հաց են պատրաստում և տեղափոխում են խանութներ, որտեղից էլ մարդիկ գնում են իրենց ամենօրյա սննդամթերքը հացը։ Ասում են նաև, որ հացը սուրբ է, քանի որ հաց ստեղծելու համար շատ մեծ ջանքեր են գործադրվել։ Երբեմն ասում են քարից հաց քամել։ Այս արտահայտությունը օգտագործում են, երբ շատ մեծ տանջանքով են ստեղծում որևէ բարիք։ Անցնենք ձեռագիր փոքրատառ ց, ձեռագիր մեծատառ ց-ի գրությանը։ Արդեն երեխաներ, ձեզ բոլոր տառերը գրելը հեշտ է, որովհետև դուք բոլոր մասնիկները շատ լավ կարողանում եք գրել։ Հետո ցորենի հատիկներով կարելի է պատրաստել մեծատառ տպագիր ց, փոքրատառ տպագիր ց։ Նորից խաղ ենք խաղալու, ով ավելի շատ բառ կկազմի։ Ցանկապատ բառի բոլոր տառերով պետք է կազմենք նոր բառեր։ Տեսեք,
Հեղինակը կազմել է անապատ բառը, իսկ ես կազմել եմ տապակ, նայում ենք, տեն ունենք, ան ունենք, պեն ունենք, ան ունենք, կն ունենք, տապակ, նպատակ, տապան, պատ, անցան, պնակ, պնակը հիշում եք, չէ, ամանն է, ապսեն, կապ, ցատկ եւ այլն։ Եթե դուք կարող եք շատ ավելի շատ բառեր կազմեք, երեխաներ։ Այժմ կարգում ենք հացը, բնագիրը, հաց։ Ցորեն ցանել են շատ վաղուց։ Ցորենից լավաշ են պատրաստում։ Լավաշը հայկական հաց է։ Այն թխում են թոնիրում, նայեք թոնիրի նկարը երեխաներ։ Լավաշը կարելի է երկար պահել։ Թոնիրը հրով լի, փոս է, կրակ է մեջը, երեխաներ, պատերը կավից թրծված են եւ բարակ բացված խմորը խփում են թոնրի պատերին, թխում են անուշահամ լավաշը։ Եվ լավաշը ասում են, որ կարելի է մինչև 6 ամիս սառնարաններում սառը տեղում պահել։ Անցնենք հաջորդին։ Ցոլակ պապիկը սալորիցել է լավաշ պատրաստում։ Շատերը տեսել եք, համտեսել եք եւ սիրում եք սալորից պատրաստված լավաշը։ Այն թթվաշ է ու համեղ։ Սա արդեն լավաշի տեսք է ստացել, բայց ինքը հաց չէ, երեխաներ, մրգից պատրաստված լավաշ է։ Եվ վերջին խաղն ենք խաղում գտիր բառը։ Օրինակով հեղինակը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր առարկայի առաջին տառով պետք է կազմել բառ։ Առաջինը ցնցուղն է, վերցրել են ցն։ Երկրորդը արծիվն է, վերցրել են ան։ Երրորդը նավն է, վերցրել են ն, եւ ցանցը ցն, ստացվել է ցանց բառը։ Այժմ նույն եղանակով մենք կազմում ենք երկրորդ եւ երրորդ բառերը։ Առաջինը ցանկապատ է, առաջի տառը ց վերցրեցինք։ Հաջորդը նարինջ ն, ցն, ցորեն, առաջի տառը ցն է կամ առաջին հնչյունը, որը գրում ենք տառ է դառնում, ցն է։ Հաջորդը ուղտ, ուղտից վերցնում ենք ուն եւ ղեկ, ղեկից էլ վերցնում ենք առաջին տառը ղն։ Ցնցուղ, ստացվեց ցնցուղ բառը, սա է ցնցուղը։ Հաջորդին անցնենք, ցորենից վերցնում ենք ցն, աղավնուց վերցնում ենք ան, նկարից վերցնում ենք նն, կոկորդիլոսից վերցնում ենք կն, այծից վերցնում ենք ան, պայտից վերցնում ենք պն, ակնոցից վերցնում ենք ան եւ տանձից վերցնում ենք տն։ Այժմ կաշտանք ստացված բառը ցանկապատ։ Սա է ցանկապատը, երեխաներ։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։